Աստծո խոսքը պետք է ոչ թե արհամարել, ոչ թե պետք է ճշմարտությունը ոտնահարել, ոչ թե պետք է ըստ մեր կմահաճույքի հասկանալ, եթե այն մեզ շահից է բխում, այդպես պետք է փորձենք հասկանալ, այլ Աստծո խոսքը պետք է հասկանալ ճիշտ հենց Աստվածաշունչի մեկնության հիմքի մեջ։ Ոչ թե Աստվածաշունչից դուրս, ինչպես որ իրավիճակն է թելադրում մեզ։ Ոչ թե մեր շահից է բխում, մեր կամքից է բխում, կամ այդ պահին մեզ այդպես է ձեռք տալիս, մենք այդպես ենք պատկերացնում Աստծո խոսքը։ Ուրեմն Աստվածաշունչը մարդկային կմահաճույքով հասկանալու գիրք չէ։ Աստվածաշունչը միայն ու միայն շատ երկյուղացությամբ, վախով, սարսափով, տագնապով ընթերցելու գիրք է, որտեղ ամեն բառ, եթե դու կարդաս Աստվածաշունչի մեջ եւ յուրովի փորձես պատկերացնել ու յուրովի փորձես մեկնել, ուրեմն կնշանակի դու սրբապղծում ես Աստվածաշունչը, անարգում ես Աստծուն եւ պատասխան ես տալու քո ընտանիքով, գերդաստանով, ամբողջ ազգով։ Ոչ միայն դու, այլ ընտանիքով, գերդաստանով եւ ամբողջ ազգով։ Մեկ բառ ճիշտ չհասկանալու դեպքում։ Պատկերացրեք դրանից հետո, ինչպես ասում են եկեղեցու հայրերը, 7 տարի գերդաստանով ապաշխարության ճանապարհ պիտի անցնեն, որպեսզի կարողանան այդ մեղքը քավել։ Այսինքն ընդամենը Աստվածաշունչից մեկ բառ ճիշտ չհասկացար, ճիշտ չմեկնեցիր, նզովքի անեծքի տակ ես ընկնում ընտանիքով ու գերդաստանով հանդերձ։ Եվ 7 տարի պետք է որ ապաշխարես, որ այդ մեղքը քո 7 սերունդների միջից դուրս գա։ Ուր մնաց թե մի բան ասես, ասես գնաս։ Դրա համար ասում է Պողոս Առաքյալը, պետք է ապրել իբրև լույսի որդիներ։ Աստվածաշունչի խոսքը հիմքը պետք է հասկանալ իբրև լույսի որդիներ։ Պետք է սրբագործել, մաքրել ինքդ քեզ, հետո նոր մոտենալ Աստվածաշունչը ընթերցելու, Աստվածաշունչը հասկանալու կամ մեկնելու։ Որովհետև ասում է լույսի պտուղի մեջ կա բարություն, արդարություն եւ ճշմարտություն։ Այս 3 բաները պետք է ի նկատի ունենանք մեր ապրելակերպի մեջ, մեր կենսաղավարության մեջ, մեր քրիստոնեական հավատքի մեջ։ Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչպես պետք է լինել ճշմարիտ քրիստոնյա, բազմաթիվ անգամներ անընդհատ շեշտում եմ ես այս խոսքը, ինչպես լինել ճշմարիտ քրիստոնյա։ Ուրեմն պետք է նաև ուղղորդվել այս 3 կանոններով, ճշմարտության լույսի որդի զավակ լինելով, պետք է իմանալ, որ դրա մեջ կա բարություն, արդարություն, ճշմարտություն։ Ինչ է բարությունը, ինչ է արդարությունը եւ ինչ է ճշմարտությունը։ Ուրեմն բարությունը պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր անձով, իր էությամբ, իր սկզբունքներով, իր իստուկացով, իր մոտեցմամբ բարի, վստահելի, որ դիմացինը քեզ վստահի, դիմացինը քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին կաս, թեկուզ եւ մեղավոր լինես, չկա արդար մարդ ես երկրագնդի վրա, թեկուզ մեղավոր լինես, թեկուզ մեղքի մեջ թաթախված լինես, թեկուզ սայթակես, թեկուզ եւ սխալվես, մոլորվես, բայց մարդը քեզ ընդունի, դիմացինը քեզ ընդունի այնպես, ինչպիսին դու կաս։ Բարությունը այստեղ է հորդում, ճշմարտությունը այստեղ է, որ պետք է գիտակցել, թե բարության ճանապարհով ընթանալիս ինչն է ամենակարևորագույնը, ինչն է ամենաարժեքավորը։ Մարդու մեջ երկրորդ արդարության մասին պետք է լինես արդար ինքդ քո նկատմամբ, պետք է լինես արդար դիմացինիդ նկատմամբ։ Ինչպես ասում է դարձյալ Պողոս Առաքյալը, ասում է թող քո մեջ մութ անկյուն չմնա։ Եղբորդ հետ, ասում է թող գաղտնիք չունենաս։ Ընկերոջդ, բարեկամիդ, հարևանիդ, հարազատիդ, ցանկացած մեկի հետ, ասում է, գաղտնիք չպետք է ունենաս։ Թող քո այոն լինի այո, իսկ ոչդ լինի ոչ։ Եթե բան ունես ընկերոջդ հետ կիսվելու, ասելու,
Մի անգամից դեմ առ դեմ կանգնի ճշմարտությունը ընկերոջդ աչքերի մեջ նայելով ասա։ Քո հարազատիդ աչքերի մեջ կանգնի նայելու ասա։ Ինչքան էլ դաժան լինի, եթե ընկերը դիմացինը, եթե տեսնում է, որ դու ազնիվ ես, արդար ես, ազնվություն եւ արդարություն, արդար ես, ինչքան էլ սխալ արար գործած լինես, ինչքան էլ սխալ պահված ունեցած լինես, ինչքան էլ այդ պահին ուղեղը չգիտեմ որտեղ է եղել, որ սխալ քայլ ես կատարել, վերջը դիմացինը որ տեսնում է դու արդար ես, ազնվություն ես ունեցել կանգնել ընկերոջդ աչքերի մեջ ասել, գիտես ինչ, ես այս սրիկը մարդն եմ, գիտես, ես այսպիսի բան եմ, ուրեմն սա Աստծո կողմից է առաջին հերթին գնահատվում, եւ ասում է Աստված քեզ կհատուցի հայտնապես ավելիով, կտա ավելի մեծություն, կտա ավելի հարգանք, կտա ավելի պատիվ, այնպիսի պատիվ կունենաս, որ երբեք չես էլ պատկերացնի, որ այս աշխարհի վրա դու այդպիսի պատիվ կարող ես ունենալ։ Եվ ճշմարտություն, ինչ է ճշմարտությունը, ճշմարտությունը սուտ չխոսելն է, ճշմարտությունը չխաբելն է, ճշմարտությունը չստելն է, չճողոպրելն է, կատարածը արարքից հետո կամ խոսքիցդ հետո, գործիցդ հետո, պահվածքիցդ հետո չճողոպրելն է, այլ մնալ նույն մարդը, նույն ճշմարտության մեջ, նույն հարգանքի մեջ, նույն պատվի մեջ։ Ինչի համար այս ամենը ասում Պողոս առաքյալը, որտեղ ասում է Աստված տեսնում է, մարդը կարա չտեսնի, կարա չլսի, կարա չիմանա, բայց Աստված տեսնում է, Աստված քննում է բոլորիս երիկամներն ու սրտերն, ասում է Մարգարետ։ Դրա համար այսօրվա ավետարանում երկու դրվագ կար հենց տեսողության վերաբերյալ, Աստված տեսողության վերաբերյալ, որը կապվում է այսօրվա Պողոս առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակին։ Ուրեմն ինչի մասին էր խոսքը։ Ասում է Հիսուս Քրիստոս երբ որ շրջում է ժողովրդի մեջ, մի այրիկին մոտեցավ, դե ժողովուրդը համախմբել էր, հազարավոր մարդիկ էին համախմբել, մեկը մեկին հրմշտում էր, սխնում էր։ Եվ բնականաբար հազար ոգի կարող էին դիպչել Հիսուս Քրիստոսին, բայց մի այրիկին, ով 12 տարի առնահարսության մեջ էր, հիվանդություն ուներ, եւ չէր մաքրվել, ամբողջ ունեցվածքը վաճառել էր, տվել էր իր բժշկության համար, բայց այդպես է բժշկություն չէր գտել։ Եվ ինչ էր արել նա, ասում է մոտենում է Հիսուս Քրիստոսին եւ կպում է Քրիստոսի շորին։ Քրիստոս դառնում է, ասում է ով էր կպավ։ Բոլորը նայում են, ասում են, վարդապետ ասում է, հազարավոր մարդիկ են շրջապատել քեզ, մեկը հրում է, մեկը բռնում է, մեկը քաշում է, մեկը չգիտեմ կպնում է քեզ, մեկը սիրում է, մեկը փաթաթում է, չէ ասում է։ Ինձ մեկը կպավ, որովհետև ինձանից զգացի զորություն գնաց։ Ուրեմն Քրիստոս գիտի, թե ով ինչ է մտածում, ով ինչ է անում, ով ինչ քայլ է անում։ Նույնն էր երկրի վրա, եթե դու մի քայլ ես անում, եթե դու մի բան ես ասում, մեկի նկատմամբ չարություն ունես, դրծված ես, չգիտեմ ինչ տագնապի մեջ ես, թեկուզ ես ինքնախաբերության մեջ ես, Աստված գիտի, թե քեզ ինչ է հարկավոր, քեզ ինչ է պետք։ Դու կարող ես մեկին բادություն անես, գաղտնի, մենակ դու իմանաս, հեշտ մարդ չիմանա։ Քննել ոչ ոք չիմանա, բայց Աստված գիտի։ Եվ երբ որ գազ կանգնես եկեղեցում Աստծո առաջ ու փարիսեցու նման ասես, Տեր Աստված, տես, ես ինչքան մաքուր կյանքով եմ ապրում, ես հավատացյալ եմ, ես այսպիսին եմ, էլա դու ինքդ քեզ խաբի, մարդկանց խաբի, ու Աստծուն չես խաբի։ Աստված տեսնում է ժողովուրդ, Աստված գիտի, ամեն մեկի սիրտն ու հոգին գիտի, բայց դատապարտության ժամանակ այնքան դաժան է լինելու, այնքան սարսափելի է լինելու, չեք էլ պատկերացնել։ Որովհետև կարող է երկրի վրա դու չբացահայտվես, որևէ մեկը քո մեղքը, քո սխալը, քո արարքը չբացահայտի, բայց եթե չապաշխարես, դարձի չգաս, չփոխվես, ընկերոջը չասես ճշմարտություն, ինչպես ասում էր Պողոս առաքյալը, իբրև լույսի որդի չդառնաս, ուրեմն երբ որ դատաստանի օրը եկավ կանգնավ, ամբողջ տիեզերքի առաջ խայտարակ ես լինելու, քիչ է։ Ոչ միայն հարազատներիդ, բարեկամներիդ մոտ է կանգնելու Աստծո հրեշտակն ասի։ Ասի գիտես ինչ, ես մարդը գիտեք ով է, որ ինքս իրեն սուրբ է համարում։
Գիտեք ով է։ Էս անձնավորությունն է, որ երկրի վրա իր կենդանության ժամանակ, ասենք չգիտեմ, էս ինչ տարիքի, էս ինչ օրվա, էս ինչ ժամին, գիտեք ինչ է արել, էսպիսի հանցագործություն, այնպեսի խայտարակություն, այնպեսի մի բան է արել, որ անգամ ինքը հայելու առջև կանգնի նայի, այդ նույն բանն ասի ինքը իրանից պիտի ամաչեր։ Ու դա Աստծո հրեշտակը դատաստանի ժամանակ ոչ միայն երկնային ամբողջ սրբերի ու զորքերի առաջ է, դա բացահայտելու, այլ նաև ամբողջ աշխարհի մարդկության առաջ է բացահայտելու։ Ադամից սկսած մինչև աշխարհի վաղճանի օրը, քանի միլիարդավոր մարդիկ կանգնած կլինեն, պատկերացրեք, ինչքան գերդաստաններ ու այդքանի առաջ, ամբիոնի առաջ կանգնած քեզ պախարագին։ Դի ասեն, դու այս սրիկա մարդն ես։ Հիմա տեսար դու ով ես, երկրի վրա սուրբ էիր ձևան։ Թոզ էիր փչում մարդկանց աչքերին։ Լավն էիր երևում մարդկանց մեջ։ Այ հիմա տես դու ով ես։ Ու դրանից հետո տալու են կապանքները ձեռքը ու ուղարկելու են հավիտենական տանջանքի։ Դա քիչ է, պախարակում է, քիչ է, ամեն մեկը գալու են թու թքեն դեպքիդ գնան, թքեն վրետ գնան, ամեն մեկը գալու են, այդպես միլիարդավոր մարդիկ ապտագելու են, թքեն վրետ գնան, էդի քիչ է, մի հատ է քեզ իջեցնելու են դժողք, հավիտենապես, հուր հավիտյան սատանաների գուբը, տանջանքների ու տառապանքների գուբը, որ մղկտալու ես, կրակների մեջ այրվելու ես, 10,000 ջերմության տակ այրվելու ես, վառվելու ես, քրքրվելու ես, բայց չես մեռնել, գուզես մեռնել, բայց չես մեռնել, որդերն ու ճիճուներն ու դևերն ու վիշապները ուտելու են քեզ, բայց չես մեռնել, քեզ ծաղկելու են 1000 կողմից, ամեն վարկյան 3000-ից 10,000 սատանա քեզ վառելու են, բզգդելու են քեզ, հանգիստ չի թողնելու, որ միացպես շունչ քաշես, ու այդ տանջանք ու տառապանքը չի դատարելու, հուր հավիտյան է լինելու, ոչ թե 10 օր, ոչ թե 10 տարի, ոչ թե 1000 տարի, ոչ թե 10,000 տարի, այլ հավերժական ծիծիլիոն տարիներ, ու գիշեր ցերեկ, ամեն վարկյան, բայց չես մեռնելու, հələ լավ է, որ հիմա երկրի վրա մի հատ որ դժբախտություն է ստեղծում, ասում Աստված հոգիսարներ պրծնեի, կուզեի մեռնել, եւ ուզում ես մեռնել, կամ որ տեղը ցավում է, ուզում ես այդ բանը ցավի համար մեռնես, որ պրծնես այդ ցավից, հələ ընդամենը մեծ ցավ մեզ ստացել, պատկերացրավ դժողքում միլիարդավոր ցավեր է ստանալու, ոնց ես դիմանալու, դրա համար որպեսզի չհասնես դրան, պետք է լինես լույսի որդի։ Որպեսզի չհասնես դրան, դրա համար Աստծո առաջ պարզ մաքուր մարդ պիտի լինես, արդար մարդ պիտի լինես, որտեղ Աստված գիտի դու ինչ ես մտածում, ինչ ես գործում եւ ինչ ես գործելու։ Դրա համար երկրորդ պատմության մեջ է դարձյալների հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մասին, գիտության մասին, Աստված գիտության մասին, Աստված հայտնության մասին։ Եվ ասում է Հարիոս անունով մեկը, որ եկել էր Քրիստոսի մոտ, Քրիստոս այդ աղջկան ոչ տեսել էր, ոչ գիտեր, ասում է մի աղջիկ ուներ դերատի, որը մահամերձ էր, անդողնով պարկած էր։ Քրիստոս ոչ տեսել էր այդ աղջկան, ոչ գիտեր, Հարիոսին էլ չգիտեր, բայց հոգու խորքում Աստված էր, ինքը բոլորին է գիտեր։ Մարդկությունը իրան թվում էր, թե Քրիստոս չի ճանաչում, բայց Քրիստոս Աստված էր, Քրիստոս կճանաչեր, գիտեր, Հարիոսնով է, իր գերդաստանով է, ընտանիքնով է, իր աղջիկնով է։ Եվ երբ որ խնդրում էր, որպեսզի Քրիստոս գնա իրենց տուն բժշկի իր աղջկան, այդ ընթացքում ժողովրդով համախմբած այդ կինն էր եկել էր ասում էր, մի խոսքով արյան հոսության մեջ էր, հիվանդության մեջ էր, ինձ բուժիր, հետո բուժվեց, այդ ընթացքում գալիս են Հարիոսին ասում է, թե էլ մի անհանգստացրա, որովհետև ժամանակ է անցնում, որոշակի ժամանակ է անցնում, դե մինչև Քրիստոս այդ 100,000-ավոր մարդկանց միջից դուրս գար, մինչև գնար հասնել Հարիոսի տունը, այդ աղջիկը վաղուց մեռած կլիներ։
Գալիս են Հարիոսին ասում մի անհանգստացր, աղջիկդ մահացավ։ Տեսնում է Հարիոսի ներսի գտնված հավատք, անգամ հավատքն է քննում Աստված։ Անգամ գիտի քո ներսում ինչքան հավատք ունես։ Ինքը գիտի դու հավատում ես, թե չես հավատում։ Ուրեմն Հիսուս Քրիստոս նայեց Հարիոսի դեմքին, տեսավ իր ներսում գտնված հավատքը, ասես մի վախեցի, քո աղջիկը մեռած չէ, քո աղջիկը քնած է։ Դարձան, ովքեր որ անհավատ էին, ծիծաղեցին, ասել ինչ է խոսում։ Մենք մեր աչքով ենք տեսա, որ այդ աղջիկը շունչը փչեց։ Ինչի մենք հեչ մեռել չենք տեսել։ Նոր պետք է տեսնենք մեռել, դու եկել մեզ ասում ես քնած է, մեռած չէ։ Եվ այդպես անհավատները շրջապատված Քրիստոս տարբերակեց Հարիոսի հավատքը, Հարիոսի ընտանիքի հավատքն ու այլ անձանց հավատքը։ Եվ երբ որ Քրիստոս պետք է մտներ Հարիոսի տուն, ասես թող մտնեն այստեղ նրանք, ավելի Քրիստոս իր հետ տարավ աղջկա սենյակը միայն նրանք, ովքեր հավատ ունեին։ Ոչ թե որ տեղ չկար սենյակի մեջ, դրա համար կեսին է թողեց դուրսը։ Չէ, այդ Քրիստոսի համար ինչ տարբերություն։ 2 հոգեր ներկա, 10 հոգեր, 100 հոգեր ներկա։ Անդամալույցին որ բերեցին կտուրը բացեցին, իջեցրեցին 4 հոգով, 1000 հոգի պատատվել էին։ Բոլորի առաջը Քրիստոս ասաց. «Վեր կաց, վերցրա մայջը, գնա քո տունը»։ Նույն բանն էլ կարարը տեղ ամաջ։ Բայց ինչի Քրիստոս ասեց. «Թող մտնեն սենյակ նրանք, ում որ ես կասեմ», Հովհաննեսին, Հակոբոսին, Պետրոսին եւ երեխայի ծնողներին, որովհետեւ միայն նրանք էին հավատքի մեջ, միայն նրանք էին հավատում Աստծո զորությանը։ Իսկ ով որ հավատում է, իր կյանքում փոփոխություն կլինի։ Իսկ ով որ չի հավատում, կասկածում է, թող չասի թե ինքը հավատում է։ Այն մարդը, ով որ ասում է ես հավատում եմ, բայց իր կյանքում փոփոխություն չի լինում, ուրեմն սուտ է, ինքը չի հավատում։ Ուրեմն նշանակում է ինքը կեղծիք է։ Կարող է ես չիմանամ։ Ինքը կարող է իրան այնպես դրսևորի, որ երկինք ու երկիր հավատան, որ ինքը հավատացյալ մարդ է, բայց Աստված գիտի, որ ինքը հավատք չունի։ Աստված գիտի, որ ինքը կասկածում է։ Մեկ փոքրիկ փորձություն լինի իր կյանքում, մեկ փոքրիկ դժբախտություն լինի իր կյանքում, ինքը մի անգամից իր հավատքը կուրանա։ Այնքան կա հազարավոր մարդիկ կա, 100,000-ավոր մարդիկ այսօր վիճակի մեջ։ Նայում ես, հավատքից են խոսում, սուրբ գրքից են խոսում, սրբությունից են խոսում, արդարությունից են խոսում, բարությունից են խոսում։ Ամենաշատ աստվածաշունչ քարոզողներն են, իրանց տներում է 600 սուրբ ունեն, 10 թվի, 15 թվի, չգիտեմ, որ թվի նարեկ ունեն իրանց տան մեջ, բայց մի փոքր Աստված իրենց փորձության մեջ է գցում, բացահայտում է իրանց ով լինելը։ Մի անգամից դեպքերը պատրվում են։ Ուրանում են ասում, սրբերը տներից հանում են դուրս, հեգնում են ասում, եկեղեցուն հավատքին ամեն ինչին։ Այսպիսի մարդկանց արդեն հավատքը բացահայտ է, ոչ թե որ ցավը պետք է քեզ հավատքից կտրի, այլ ընդհանրակը ցավը քեզ հավատքին պիտի մոտեցնի։ Այն քրիստոնյան, ով որ ցավ ունի ու այդ ցավը իրեն Աստծուց կտրում է, ուրեմն ինքը երբեք էլ հավատացյալ չի եղել։ Ինքը կեղծավոր հավատացյալ է։ Իր դատաստանն ավելի դաժան է լինելու, քան ամբողջ կյանքում սրբապիղծ կյանքով ապրող մարդը։ Սա միշտ պետք է հիշել։ Այն մարդը, ով որ իր կյանքում ձևական հավատքով ապրել է, բայց վերջում մի փոքրիկ դառնություն, փորձություն իրեն փոխել է, կտրել է հավատքից, եկեղեցուց եւ ամեն ինչից, ինքը արդեն իսկ քեն է քշում ասում։ Ուրեմն իր դատաստանը Տիրոջ գալսյան ժամանակ ավելի սարսափելի է լինելու, քան այն անձնավորության, որ ամբողջ կյանքը անառակությամբ սրբապղծությամբ ապրել է։ Սրբապղծությամբ անառակությամբ ապրող մարդը կմտնի դրախտ, իսկ սաղ կյանքը ապրած հավատքով մարդը կմտնի դժոխք։ Ինչի համար որտեղ կեղծավոր է։ Ուրեմն շատ կարևորագույն փաստ է։ Աստվածաշունչը ճիշտ ընկալելու, Աստծո խոսքը ճիշտ հասկանալու։ Ըստ մեր քմահաճույքի ձևով չպատկերացնենք եւ չքննադատենք մեր շրջապատը, մեր մարդկանց, հարազատներին, բարեկամներին, հավատացյալներին։ Ուղիղ ասում է դատաստան արեք, աչքի տեսածով մի գտեք։ Եվ այդպես էլ Քրիստոս բարվեց Հարիոսի աղջկա եւ դրա հավատացող չհավատացողների հետ։
սենյակի մեջ հավաքեց միայն նրանց, ովքեր որ լիարժեք հավատում են, եւ Քրիստոս գիտեր ով էր հավատում։ Ով որ չէր հավատում, ասես դուրս էր։ Դուր փակեք։ Եվ դուրս եկավ, ձեռքը բռնեց աղջկա եւ ասեց. «Ոտքի է»։ Եվ շուշ տվեց աղջկան, աղջիկը հարություն առավ։ Ճիշտ է, ապշել էին ծնողները։ Չէին տեսել երբևէ հարություն առնող մարդ չէին տեսել, բայց հավատքով էին ապշել, հավատքով էին լցված։ Իրենք այլ բան չարեցին, ուրիշ բան չարեցին։ Ապշել էին, բայց այդ ապշանքը ուղղակի հրաշքին էր վերաբերում, ոչ թե անհավատության մեջ էին ապշած, այլ հավատքով հրաշքի մեջ էին ապշած։ Մեր կյանքում է շատ կարող է լինել, թեկուզ գիտես, որ այդ ինչ բանը տեղի կունենա, բայց երբ որ տեղի ունենում, 7-րդ երկնքում ես գտնում։ Բայց գիտես, որ կա այդպես բան տեղի կունենա։ Բայց երբ որ տեղի ունենում, 7-րդ երկնքում ես լինում։ Եվ սկսում ես գլուխդ կորցնել ուրախությունից։ Մեկը որ օրինակ երեխա է լույս աշխարհ բերում, գիտե որ երեխա պետք է լույս աշխարհ բերի։ 9 ամիս գնաց է եկել է հիվանդանոց։ Գիտեմ, այսօր Աստված տվեց չի խնայել, գիտությունը այնքան է զարգացել, որ արդեն 40 օրականից հետո կարելի է երեխայի սերներ որոշել։ Ճիշտ է, մեկ-մեկ սխալվում են, բայց ամեն դեպքում։ Կարող են որոշել։ Դու գիտես որ երեխա ես ունենալու առողջ երեխա, տղա երեխա, ասենք օրինակ, եւ արդեն անուններ պատրաստել ես, թե ինչ անուն պիտի տնես, շորերներ պատրաստել ես, սա պատրաստությունը տեսել ես, բայց որ երեխան լույս աշխարհը գալիս երկինք գետին ես։ Ցնդում ես, գլուխդ կորցնում ես, երեխա եմ ունեց։ Հայ 9 ամիս դու չգիտեր որ երեխա պետք է ունենալ։ Գիտի, բեն չես գլուխդ կորցրել։ Ուրախությունից, ուրախության տագնապ է։ Ուրեմն Հարիոսի հայրոսն ու իր կինը, այսինքն մեռած աղջկա հայրն ու մայրն էլ նույն տագնապի մեջ էին, ոչ թե անհավատության տագնապներ նրանց տիրում, որ իրանք չէին հավատում աչքերի տեսածին, այլ հավատում են, գիտեն, որ Քրիստոս կաներ էր։ Եվ դրա համար էին գնացել Քրիստոսի մոտ։ Գիտեն, որ Քրիստոս հարություն կտար, բայց որ հարություն առավ իրանց աղջիկը, ուրախությունից ապշել էին։ Ուրեմն ինչ է սա ցույց տալիս, որ Աստված գիտի, կարդում է յուրաքանչյուրիս միտքը, գիտի մենք ով ենք, ինչպիսին ենք։ Եվ երբ որ Պողոս առաքյալն ասում է նմանվեք լույսի որդիների, եղեք ապրեք իբրև լույսի որդիներ, որ ճշմարտությունն ու բարությունն ու արդարությունը ճանաչեք, այդ մատնացույց է անում Հարիոսի նման մարդու, որ տեսեք այդ մարդու մեջ ապրում են եւ ճշմարտություն եւ բարություն եւ արդարություն։ Որտեղ ինքը եւ ճշմարիտ մարդ է, եւ արդար մարդ է, որևէ մեկի խոսքը չլսեց։ Եկան իրեն ասեցին. «Հարիոս, հոգ մի դուր, մի անհանգստացրով վարդապետին, աղջիկդ մեռել է»։ Հարիոսը չասեց, «Հա, լավ, մեռել է, ոչ»։ Այդպես չի, Քրիստոս այդպես չի, մի արի մեր։ Չասեց այդպեսի։ Քրիստոս դարավ նայեց Հարիոսի դեպքին, ասեց. «Մի վախեցի, քո աղջիկը մեռած չէ, քո աղջիկը քնած է»։ Հարիոսը չհակադարձեց։ Հիմա ցանկացած մեկից կյանքում մի հատ բան տեղ ունենա։ Ես իբրև քահանա գամ ասեմ, ոչ սիրելի, սա այսպես չէ, այսպես է կա հակառակ մեկնցի։ Այլ մարդ ինչ գիտես, գնա տերգերությունը դեր, գնա ալելույա դեր։ Երբ որ ես ասում եմ, ես ինչ բանը սխալ եք դատում, սխալ եք անում, այդպես չպետք է անեք, սենց պետք է անեք։ Մարդիկ հակադարձում են առանց հասկանալու, առանց ընկալելու, որ այո, իրանք սխալ են։ Ուրեմն այնպես եւ Քրիստոս, երբ որ Հարիոսին ասեց, մի վախեցի, աղջիկը չի մեռել, աղջիկը ողջ է, պարզապես քնել է, տեսեք Հարիոսը չհակադարձեց։ Ժողովուրդը հակադարձեցին, թեև Քրիստոսի շուրջն էին համախմբված։ Ժողովուրդը հակադարձեց։ Բայց Հարիոսը չհակադարձեց։ Դրա համար Հարիոսին իբրև լույսի որդի դիտարկել տվեց մարդկության։ Այսօր եկեղեցու մեջ շատ հավատացյալ ժողովուրդ կա։ Նա այս շատ ջերմերալ, նվիրյալ անձնավորություններ են, լավն են, համով հոտով մարդիկ են, քիչ եմ ունում կյանքը դել տաս այդ մարդկանց համար, բայց երբ որ տեղի է ունենում մի իրադարձություն, և շատ անգամներ է եղել, երբ որ տեղի է ունենում իրադարձություն, ուր երբ որ հարցը գալիս է, ասում ես, գիտես ինչ, դուք եկեղեցու մեջ իբրև մեկ մարմին եք, մեկ հավատացյալներ եք։ Ուսի ես, որպես հոգևորական, որպես քահանա պետք է խառնվեմ ձեր կյանքին,
Ուզեք չուզեք, պիտի խառնվեք։ Ես հոգևոր հովիվն եմ ձեր։ Դու պարտավոր եք հատուցել ձեր կատարած արարքները ինձ։ Պարտավոր եք ասելու ինձ, քննարկելու ինձ հետ, ոչ թե ինքնագլուխ ինքները ձեզ հետ։ Անկախ նրանից ձեր ընտանեկան հարցն է, ձեր գերդաստանի հարցն է, ձեր երեխայի հարցն է, ձեր հոր հարցն է, ձեր գյուղի հարցն է, քանի դեռ ես այս տարածաշրջանի հոգևոր հովիվն եմ, պետն եմ, իշխանն եմ, պատասխանատուն եմ, բոլորդ պարտական եք ինձ։ Ձեր հետ կապված դեպքերն ու իրադարձությունները պարտավոր եք ինձ ներկայացնելու։ Սա է քրիստոնեական ընտանիքը։ Եթե քահանային չպիտի վստահեն իրենց անձնական կյանքը, այդ քահանան այդտեղ ինչ գործում, ինչ քահանան եկել է, ինչ լոլոներ կարտա գնա։ Տեր փառեն եկել է լոլո կարտա գնա։ 13 տարի ծառայում է Մարմաշենի հովությունում 8 գյուղում։ Ինչ էս 8 գյուղի խամաճի գնեք, Տեր փառեն։ Դե ձեռարների գնա։ Ոչ, այդ գյուղի հոգևոր մարմնավոր բոլոր արարքների իշխանն է։ Եվ ինքն է պարտական յուրաքանչյուրի ընտանիքի հարցերը լուծելու։ Սա պետք է հասկանա յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր քրիստոնյա, այս տարածաշրջանում գտնվող։ Եթե մենք կարողացանք Սուրբ Գիրքը ճիշտ հասկանալ, կհասկանանք, թե քահանան ինչ դերակատարություն ունի այդ համայնքի մեջ, այդ եկեղեցու մեջ, այդ գյուղի մեջ, այդ քաղաքի մեջ։ Ոչ թե միայն ալելույա կանչելու համար է այդ քահանան, այդ հոգևորատանը, այլ բոլորի անձնական ընտանիքների մեջ ներկա գտնվելու համար է քահանան։ Դու կարող ես քո ծնողիդ հետ չկիսվես, դու կարող ես քո ընկերոջիդ հետ չկիսվես, քո եղբորոդ հետ չկիսվես, բարեկամիդ հետ չկիսվես, ամուսնուդ հետ դու կարող ես չկիսվես, ամուսնուդ հետ անգամ ասում։ Ամուսինն էլ կնոջ հետ կարող է չկիսվի, բայց պարտավոր է քահանայի հետ կիսվել։ Իր անձնական ներքին կյանքը։ Ուրեմն սա է քրիստոնեական ընտանիքը, սա է եկեղեցին։ Եթե սա չկա, ուրեմն ձևական հավատացյալ, ձևական համայնք, ձևական քրիստոնեություն, ձևական եկեղեցի։ Եվ Քրիստոս սա է ապացուցում, սա է բացահայտում Հարիոսի նման մարդու միջոցով, որ Հարիոսը չճանաչելով Քրիստոսին, Քրիստոսն է չճանաչելով Հարիոսին, կամ այրի կնոջը, ինչ տեղի ունես։ Չճանաչելով հանդերձ, այդ անձնավորությունները վստահեցին Քրիստոսին, իբրև Տեր եւ վարդապետ կարգեցին։ Ժողովուրդը հակաճառվեց, բայց այս մարդիկ չհակառակվեցին։ Այս մարդիկ հավատացին, որ եթե Քրիստոս ասել է մեռած չէ, քնած է, ուրեմն քնած է։ Ուսի է Պողոս Արաքյալի այդ խոսքը, որ պետք է ապրել իբրև լույսի որդիներ, այս սրա մասին է, որ պետք է իբրև լույսի որդի ընթանանք արդարության, բարության և ճշմարտության ճանապարհով։ Հասկանանք Աստծո կամքը, հասկանանք, թե Աստված մեզանից ինչ է ուզում, ինչպիսի մարդ տեսակ է ուզում, և մենք ինչպես պետք է վստահենք Աստծուն, ոչ միայն երկնքում դավանելով, այլ նաև երկրի վրա դավանելով։ Ուստի է մեր աղոթքը թող լինի առ Աստված, որպեսզի մեր հավատացյալ ժողովրդի միտքն ու հոգին այնքան պայծառացնի եւ այնքան բացի եւ լցնի այն հույսով, որ իրապես մեր հավատացյալ ժողովուրդը դառնան լույսի որդի, ոչ թե կեղծավոր որդիներ, ոչ թե կեղծավոր հավատացյալ ձևավորվի եկեղեցու մեջ, այլ լույսի որդիներ ձևավորվեն եկեղեցու մեջ։ Թող Աստծո սերը, օրհնությունն ու ջերմությունը բոլորիս վրա լինի այժմ եւ հավիտյանս